Բայց որ ասացիք վերև Աստված, ներքև Նիկոլ, Այն ժամանակ 19-ի հանրության համար։ 18-ին էլ այդ արանքում դաշնակցությունն էր պաշտոններից օգտվում։ Շատ լավ, հետո եւ ինչ որևէ դու խնդիր ունեք դաշնակցության որևէ պաշտոնյաների պաշտոնավարումից։ Կա կոնկրետ որևէ դժգոհություն, որևէ քննադատություն։ Հանրության որոշ հատվածի մոտ կար այն կարծիքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի մոտից դաշնակցության հետ կոալիցիան չխզեր, դաշնակցությունը կշարունակեր սատարել Նիկոլ Փաշինյանին։ Եթե դաշնակցությունը սատարեր Նիկոլ Փաշինյանին, դաշնակցությունը օրենսդրական փոփոխություններով իհայտ հրապարակ չէր իշնում։ Ոչ, սուտ է, անամոթ կեղծիք է։ Հոկտեմբերի 2-ին իր հայտարարությունից առաջ մեր Գերագույն մայմինը հայտարարություն է տարածել, որ մենք դուրս ենք եկել կոալիցիայից։ Ժամկետայնությունը նայ։ Քիչ էլ առաջին Նիկոլ Փաշինյանը Առաջինը մենք ենք դուրս եկել։ Նարեկ Մալյանը ասում էր Նարեկ Մալյանի համար ես ոչ պատասխանատվություն չեմ ուզում կրել։ Իմպիչմենտի ու զանգը խփեք։ Ինչ իմպիչմենտ։ Բա ինքն է նախաձեռնողը, թող ինքը այդ զանգը խփի։ Ինքը պատգամավոր չի։ Հետո եւ մենք ասում ենք 28 պատգամավոր կան։ Պարոն Խաչատրյան, Այսինքն եթե ինքը պատգամավոր չի կարա, բա ինչ կարա։ Կարա փողոցում պայքարի։ Դե թող փողոցում պայքարի, արի գնանք տեսնենք երբ է փողոց մարդ բերելը։ եւ պարոն Խաչատրյան վարչապետ։ Եվ մինչև այսօր քանի հոգի մարդ է փողոց բերել։ Եվ վարչապետը Մարդը կալանավորվել է, պարոն։ Շատ լավ եւ դրա համար երբ ինքը արմավիր քրեակատեղական հիմնարկում է Լեսյան այցելել է։ Բայց չի նշանակը որ ինքը Մարդիկ չեն հավաքվի, պարոն Խաչատրյան, մտավախությունը ո՞րն է, որ այս գործընթացը չեք ուզում։ Մենք միշտ ասում ենք, որ իշխանապողությունը առանց փողոցային ճնշման հնարավոր չէ։ Ո՞վ է խանգարում, որ այդ փողոցային ճնշումը Փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք։ հիմա էլ ինչու՞ չեք լինում գեներատոր։ Գեներատորները եղել ենք մենք։ Հիմա կան մարդիկ ասում են մենք առաջի ջութակ ենք նվագելու, այդ մեկին մեջ բերում եմ։ Կավ առաջնորդությունը ստվազնելու ենք, շատ լավ, ընդունեցինք։ Okay։ Թող process-ը սկսեն, մենք վերաբերմունք կարտանք։ Պարոն Խաչատրյան, ընտրությունների օրը փաստորեն արդեն հայտնի է, ուղիղ 1 տարի է մնացել։ Ես կարծեմ ընտրությունների օրը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ թե Ալեն Սիմոնյանը։ Դե Ալեն Սիմոնյանն է։ Այդ հարցը իրան։ Պարոն Խաչատրյան, Բայց եթե դու կարծեմ ուրիշ հարց ունեիք։ Հա, ես ուզում էի հարցնել, արդյոք այդ 1 տարին համարում եք, որ բավարար ժամանակ չէ, գուցե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, թեկուզ այդ փողոցային պայքարին հեռացնելու։ Նայեք, միակ ընդունելի գործիքը ընտրություններն են։ Երբեք չենք ասել։ Մենք ասել ենք բոլոր հնարավոր միջոցները։ Ընտրություններ եւ փողոցային պայքար։ Ճիշտը դրանց համադրումն է։ Չի ստացվում տենց, ով ասես տենց։ Հնարավոր է առաջիկայում գործընթացներ Հնարավոր է։ Ընտրության։ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություն Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք ընտրություն չի լինում, եթե լինում է երկրում ընտրություններ, կուսակցությունը որոշում է մասնակցի թե չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններ գնալ չի։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ ընտրությունների գնալ է։ շարունակում եք ղեկավարել այս դեպքում։